Գիտես, Հայաստանը շատ հնագույն երկիր է, այնքանի, որ նույնիսկ աստղերն են նշում նրա ծնունդը։ Մարդիկ ասում են, որ հենց այստեղ է սկսվել աշխարհի ամենաառաջին առավոտը։ Շատ տարիներ առաջ, երբ աշխարհը դեռ նոր էր, այստեղ ապրում էին հզոր ու բարի թագավորներ, օրինակ Տիգրան Մեծը։ Նա ուներ ոսկեթագ ու իր երկրի դարձրեց ծովից ծով մի մեծ հեքիաթ։ Իսկ Գառնիի վեհաշուկ տաճարը մինչ օրս պատմում է այդ հզոր օրերի մասին։ Իսկ մեր քարերը, նրանք խոսում են, տեսնում ես այս նուրբ նախշերը խաչքարերի վրա։ Դրանք աղոթքներ են, որոնք քարացել են, որպեսզի միշտ պահպանեն մեզ։ Մեր եկեղեցիները, ինչպես Սուրբ Էջմիածինը, նման են լեռներին, որոնք ձգվում են դեպի երկինք, լույս բերելու համար։ Լսիր, թե ինչպես են շշնջում մեր ջրերը, կոպուտակ Սևանն ու մայր Արաքսը։ Այստեղ նույնիսկ արևը համ ունի։ Այն թաքնված է նարնջագույն ծիրանի ու քաղցր խաղողի մեջ։ Երբ քայլում ես Երևանի փողոցներով, վարդագույն քարերը քեզ ժպտում են, իսկ շատրվանները երգում են միայն քեզ համար։ Մեր հեքիաթն ունի նաև մի ամուր ամրոց՝ Արցախը։ Այնտեղ լեռները ծեր են ու իմաստուն, իսկ անտառները շշնջում են քաջերի նման։ Դա մի աշխարհ է, որտեղ մենք ենք մեր սարերը հպարտ նայում են հեռուն, պահելով մեր արմատներն ու մեր անկոտրում ոգին։ Բայց մեր հեքիաթը սկսվում է ավելի հեռվից, այնտեղ, որտեղ Արարատը դեռ տան տերն է։ Այնտեղ Վանալճի ալիքները շշնջում են մեր հին օրորոցայինները, իսկ Անիի հազար ու մի եկեղեցիների զանգերը դեռ հնչում են մեր հիշողության մեջ։ Դա մեր կարոտի երկիրն է, որի ամեն մի քարը մեր պապերի ձեռքի ջերմությունն է պահում ու սպասում է մեզ, որպես հարազատ զավակի։ Հայաստանն ու Արցախը իմ տունն է։ Դրանք փոքր են, բայց նրանց սիրտը մեծ է, ինչպես Արարատը։ Սա մի վայր է, որտեղ ամեն քար պատմություն ունի, իսկ ամեն պատմություն հույս։ Բարի գալուս իմ հեքիաթ։